Դատական նիստը հայտարարում եմ բացված Հայաստանի Հանրապետության հեղափոխության դատանը Ղարաբաղ դատական նիստում շարունակում են ՏԻՖԿԴ 00940125 քրեական գործի քննությունը։ Դատական նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության հեղափոխության դատանի դատավարան Գրիգորյան, դատական նիստի կարգավորն է Միքայել Ներսիսյանը, դատական նիստի կարգավորը խնդրում զեկուցել կողմերի դատաներ կաները բացակայ անձանց չնկատելու պատճառով։ Պատվարժան դատան դատական նիստին ներկայացել են հանրային մեղադրողներ Դորիկ Հովակիմյանը, Հայկ Հովհաննիսյանը, մեղադրյալներ Սերժ Սարգսյանը, Վալերի Գրիգորյանը, Ալեքսան Ալեքսյանը, վերջինիս պաշտպաններ Արամ Մակինյանը, Ռուբեն Հակոբյանը, Մնացական Մարուքյանը, Գոր Գևորգյանը, ինչպես նաև փաստաբան Գորուն Բեկջանյանը, դատական նիստին չեն ներկայացել պաշտպաններ Հրանտ Վարդյանը եւ Ալեքսանդր Ծերունյանը, այլ գործող ծանոթության պատճառով, ինչպես նաև չի ներկայացել պատշաճ ծանոթված դժոխի լիազոր ներկայացուցիչ Արմեն Աղաբալյանը, այլ բացակայ անձինք չկա։ Հարգելի կողմեր, որոշում եք դժոխի լիազոր ներկայացուցիչ բացակայություն շարունակենք։ Պատվարժան դատարան դեպքում դժոխի լիազոր ներկայացուցիչի բացակայությունը խոչընդոտ չէ այսօրվա նիստը կայանալու համար։ Հարգելի որոշում կա։ Չունենք։ Լավ, ղեկավարելով քրեական դասավորությունից 274 դատանը որոշեց դատական նիստը շարունակել դժոխի լիազոր ներկայացուցիչի բացակայությանը։ Պարոն Բեկջանյան, դուք Պատվարժան դատարան ներկայացնում որպես իրականացնեմ Վալերի Գրիգորյանի շահերի պաշտպանությունը ներկայացվել են դատական նիստը սկսվել է կայականած ակնարկիր եւ 3471 միաժամանակ հայտնում եմ որ Հրանտ Վարդանյանը եւ Ալեքսանդր Ծերունյանը չեն ներկայացել դատական նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության բաժանված ընդունում եմ ինձ ներկայացվել բարոյական պաշտպանությունը իրականացնելու նպատակով Վալերի այո պատվարժան Պարոն Գրիգորյան ցանկանում եք որ շահերը այսօր ներկայացնեն նաև պարոն Բեկջանյանը։ Պարոն Բեկջանյան, դուք սույն բարեկո ներգրավում եք որպես մեղադրյալ Վալերի Գրիգորյան շահերի պաշտպան։ Վերադարձնում ձեր վկայականը, հարգելի կողմեր նկատի ունենալով որ դատական նիստերի կարգավորը եւ պարոն Բեկջանյանը առաջարկում են մասնակցություն դատական նիստին, ուստի վերջինս պարզաբանում բացարկի իրանքը դատանի կազմը հայտարարվեց։ Պարոն Բեկջանյան, դուք նման միջնորդություններ չունենք, բացարկի միջնորդություններ չունենք։ հանրային մեղադրողների նկատմամբ իսկ պաշտպաններ, գրաված պաշտպանների նկատմամբ որևէ նման տեսակի միջնորդություն չունենք։ Հարգելի կողմեր, նաև դատական նիստի կարգավորանի առաջի անգամ մասնակցում կողմերը դատական նիստի կարգավորանի նկատմամբ բացակայ միջնորդություն է։ Ոչ, պատվարժան դատարան։ Պատվարժան դատարան թեպետ դատանը չհարցրեց, միջնորդություն չունենք բացարկի վերաբերյալ նիստերի կարգավորանի, նաև չունենք նոր ներգրաված փաստաբանի վարույթից հեռացնելու վերաբերյալ միջնորդություն եւ հիմքեր չունենք։ Դա կողմերին հիշեցնեմ, հարգելի կողմեր, որ նախորդ դատական նիստի հանրային մեղադրող հանդես գալիս բացման խոսքով եկավ ձգվեց, չհասցրեցինք ավարտել, ըստ նիստին պետք է շարունակենք բացման խոսքը։ Այնտեղ կողմնվարկում են։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Ես նախորդ դատական նիստի ժամանակ հանդես եկա եզրափակիչ ելույթով երկու մեղադրյալի վերաբերյալ ձեր թույլտվությամբ եզրափակիչ ելույթը շարունակեմ մեղադրյալ Սերժ Ազատի Սարգսյանի վերաբերյալ մասով։ Պատվարժան դատարան, հարգելի կողմեր, Սերժ Ազատի Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն հանդիսանելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ, Պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 1603/2002 թվականի թիվ ՀՆ գծիկ 1064 հրամանագրի համաձայն
Հանդիսանալով պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել եւ վերահսկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, այսուհետև նախարարություն, համակարգի մեջ մտնող մարմինների եւ կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը եւ օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել եւ օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպչական, վարչատնտեսական գործառույթներ եւ հանդիսացել է պաշտոնատար անձ։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում 25/01/2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է թիվ 147 գծիկ Ա որոշումը, որով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը։ Հիշյալ որոշումը վավերացվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից 2005 թվականի փետրվարի 28-ին։ Այնուհետև 31/03/2005 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է թիվ 392 գծիկ Ա որոշումը, որով լրացվել է թիվ 147 գծիկ Ա որոշումը, լիազորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին տնօրինել նախարարության տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով։ Հայաստանի Հանրապետության կառավարության 31/03/2005 թվականի թիվ 392 գծիկ Ա որոշումը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է 11/04/2005 թվականին։ Սերժ Սարգսյանը 2005-2006 թվականների ընթացքում իր մտերիմների, ենթակաների, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց եւ նշված անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների նյութական օգուտն ապահովելու, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների գույք օտարելու եւ ձեռք բերելու շահադիտական նպատակով անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով մի շարք անձանց, այդ թվում նախարարության համապատասխան պաշտոնյաների հանցակցության պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով արարքների կատարման պահին գործող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում Հայաստանի Հանրապետությանը պատկանող նախարարության հաշվեկշռում գտնվող եւ ի պաշտոնե իրեն վստահված Երևան քաղաքի ծովակալ Իսակովի պողոտային եւ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքից անհամեմատ ցածր գներով օտարել է նշված անձանց, այդ կերպ 15 դրվագ վատման եղանակով եւ 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը իր եւ հանցակիցների կողմից կատարված հանցավոր արարքները քողարկելու, հափշտակության արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պարտականությունը թաքցնելու, պատկանելությունը թաքցնելու, նշված գույքերի հետագա տնօրինմանը, տիրապետմանն ու օգտագործմանը, այդ թվում տնտեսական գործունեության իրականացման համար օրինական տեսք տալու նպատակով գույքերի օտարման գործարքներին անձամբ եւ հանցակիցների միջոցով որոշ դեպքերում նաեւ նյութապես շահագրգռելու եղանակով ներգրավել է իրականում գործարքի կողմ չհանդիսացող անձանց, ապահովելով նրանց մասնակցությունը ինչպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, այնպես էլ իր եւ հանցակիցների հայեցողությամբ անշարժ գույքերի տնօրինումը,
տիրապետումն ու օգտագործումն ապահովելու նպատակով հետագայում կնքված եւ իրականացված ձևական, քաղաքացիաիրավական ու դրանց ուղեկցող ֆինանսական գործարքներին այդ կերպ պաշտոնական դիրքն օգտագործելով երկու դրվագով օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերը երկու դրվագով օժանդակելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի պաշտոնական դիրքը եւ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացմանը եւ մեկ դրվագով օժանդակելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանը։ Այսպես, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության կառավարության 25/01/2005 թվականի թիվ 147 գծիկ A եւ 31/05/2005 թվականի թիվ 392 գծիկ A որոշումներով լիազորված լինելով տնօրինել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով 2001-2008 թվականների ընթացքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Մանուկյանի հետ փոխկապակցված իրավաբանական անձ հանդիսացող Արարատ Մոթորս ՍՊ ընկերության նյութական օգուտը վերջինիս կողմից առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերել են ապահովելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց հանցակցությամբ պաշտոնական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելով խախտելով պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դիտավորությամբ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանին հանձնարարել է վերջինիս ղեկավարած վարչության զորքերի բնակավորման վարչության բնակարանային ֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնի պետ Արսեն Պապյանին կարգադրել իր կողմից 2005 թվականի ապրիլի 26-ին տրված ՊՆ կոտորակ 510 գծիկ 209 լիազորագրի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2381 գծիկ A եւ 2005 թվականի ապրիլի 15-ի թիվ 780 գծիկ A որոշումներով նախարարությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.4093 համակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հանգստի գոտու եւ քաղաքային այգու հիմնադրման համար օգտագործման նպատակային նշանակության հողատարածքը Արարատ Մոթորս ՍՊ ընկերությանն օտարելու վերաբերյալ առողջարքի պայմանագրի նախագիծը նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ եւ միմյանց փոխլրացնող գործողությունների արդյունքում Սերժ Սարգսյանի հանձնարարության եւ Արմեն Սարգսյանի կարգադրության հիման վրա 2005 թվականի ապրիլի 26-ին Արսեն Պապյանը հիշյալ առողջարքի պայմանագրի նախագիծը արդեն Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված վիճակում ներկայացել է նոտարական վավերացման եւ նույն օրը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ իրավաբանական անձ հանդիսացող Արարատ Մոթորս ՍՊ ընկերության միջև կնքվել է անշարժ գույքի առողջարքի պայմանագիր, որով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ հիշյալ հողամասը անհամեմատ էժան գնով ընդամենը 36.841.500 դրամով վաճառվել է Արարատ Մոթորս ՍՊ ընկերությանը, որից հետո հիշյալ անշարժ գույքը 2005 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեում որպես սեփականություն գրանցվել է Արարատ Մոթորս ընկերության անվամբ եւ ներառվել կազմակերպության գույքային ֆոնդում։ Այսպիսով, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի
անհատույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը Արարատ Մոթորս ՍՊ ընկերությանն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 168 միլիոն 200,000 հ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.4093 հ մակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 36 միլիոն 841,500 դրամով պետությանը իդեմս ՀՀ պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքն օտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 131 միլիոն 358,500 դրամի վնաս։ Պատվարժան դատարան, հարգելի պաշտպանության կողմ, ես դատաքննության ընթացքում, երբ դեռևս ներկայացնում էի գույքային հայցս, ամբողջությամբ հրապարակել եմ այն փաստական գործող կողմը, արարքի փաստական կողմը կատարված արարևոտ հանցանք պարունակող արարքները, որոնք ըստ էության ներառված են մեղադրյալ Սերժ Սարգսյանի ներկայացված մեղադրանքում։ Կարծում եմ, չեմ թույլ տա որևէ քելադատավարական խախտում, եւ եթե նաեւ պատվարժան դատարանը եւ հարգելի պաշտպանության կողմը առարկություն չունի այս կապակցությամբ ձեր թույլտվությամբ Եզրափակիչ ելույթից հաջորդի մասը ցանկանում եմ ներկայացնել ավելի հակիրճ, բայց իհարկե նաև ընկալելի։ Եթե առարկություններ չկա, շարունակեմ այդ մեխանիզմով, առաջի դրվագը ներկայացրի ամբողջ ծավալով, որպեսզի ըստ էությամբ հասկանալի եւ պարզ լինի, թե առերևույթ ինչ գործողություններ են իրականացվել, որոնք վարույթ իրականացնող մարմնի կողմից դիտվել են իրավական նորմերի խախտում։ Եվ այսպես Եթե չկա Շնորհակալություն, իհարկե ես իմ հակիրճ խոսքում կփորձեմ պահել էությունը։ Փորձեմ, պատվարժան դատարան։ Եվ այդ շատ ծավալուն լինելու իմաստով եմ փորձել որոշակի հակիրճ հասկանալ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, ապօրինի, անհատույց եւ շահադիտական նպատակով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ այլ անձինը Սերոժա Մանուկյանին է դարձրել առանձնապես խոշոր չափերի 52 միլիոն 650,000 հ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.1992 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 23 միլիոն 907,600 հ դրամով պետությանը իդեմս ՀՀ պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքը նոտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 28 միլիոն 742,400 դրամի վնաս։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ այլ անձինը Գարեգին Գաբրելյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 95 միլիոն 680,000 հ դրամի շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.2092 հ մակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 18 միլիոն 828,000 դրամով պետությանը իդեմս ՀՀ պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքը նոտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 76 միլիոն 852,000 հ դրամի։ Հաջորդիվ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ դարձյալ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածի պահանջների խախտմամբ այլ անձինը
Վալերի Գրիգորյանինն է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով 95 միլիոն 680 հազար դրամի շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից տարածքում գտնվող հողամասը այն վաճառելով ընդամենը 18 միլիոն 828 հազար դրամով, որի հետևանքում պետությունը իդեմս ՀՀ պաշտպանության նախարարության զրկվել է առավել շահավետ պայմաններում նշված գույքը օտարելու հնարավորությունից եւ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 76 միլիոն 852 հազար դրամի վնաս։ Պայմանական դրվագ 5-րդ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ նույն իրավական նորմի պահանջների խախտմամբ այլ անձինը Հրաչիկ Թավադյանինն է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով 73 միլիոն 90 հազար դրամ շուկայական արժեքով Ուրեմն Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից տարածքում գտնվող 0.546 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 13 միլիոն 917 հազար 600 դրամ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի ուրեմն վնաս, որը կազմում է 59 միլիոն 172 հազար 400 դրամ եւ դրա հետևանքով պետությունը նաեւ զրկվել է տվյալ հողամասը պատշաճ կերպով տնօրինելու եւ ավելի բարձր գումարով վաճառելու հնարավորությունից։ Հաջորդ թիվ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ խախտելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները ապօրինի անհատույց այլ անձինը Հարություն Մանուչարյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերով 237 միլիոն 270 հազար դրամ շուկայական արժեքով 0.9 համակերեսով հողատարածքը այն ընդամենը վաճառելով 63 միլիոնով, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 174 միլիոն 270 հազար դրամի վնաս եւ տվյալ դեպքում պետությունը նույնպես զրկվել է այդ հողամասը պատշաճ կերպով տնօրինելու եւ բարձր արժեքով վաճառելու հնարավորությունից։ Դրվագ 7-րդ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի անհատույց եւ շահադիտական նպատակով խախտելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները այլ անձինը Հարություն Մանուչարյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերով 574 միլիոն 260 հազար դրամ շուկայական արժեքով 2.3 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 161 միլիոն դրամով, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս 413 միլիոն 260 հազար դրամ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի անհատույց եւ շահադիտական նպատակով հողային օրենսգրքի 66-րդ հոդվածների պահանջների խախտմամբ այլ անձինը Անուշաբան Ղազարյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերով 399 միլիոն 580 հազար դրամ շուկայական արժեքով 1.4514 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 101 միլիոն 600 հազար դրամով պետությանը իդեմես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքերի հափշտակություն, որի հետևանքով պետությանը պատճառվել է 297 միլիոն 980 հազար դրամի վնաս։ Դրվագ 9-րդ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ Վաչական Ղազարյանի օժանդակությամբ ապօրինի անհատույց եւ շահադիտական նպատակով իրենն ու Վաչական Ղազարյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 1 միլիարդ 588 միլիոն
300,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 23 հասցեում գտնվող 4.005 հա մակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 360 միլիոն 450,000 ՀՀ դրամով պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով նշված հողամասը առավել շահավետ պայմաններում օգտագործելու հնարավորությունից եւ յուրացման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի ապշտակություն Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 1 միլիարդ 227 միլիոն 850,000 ՀՀ դրամի վնաս, ինչպես նաև պաշտոնական դիրքի օգտագործման վաճառական ղազարանի հետ համակատարմամբ օրինականացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 588 միլիոն 300,000 ՀՀ դրամի արժեքով վերոհիշյալ գույքը։ Դրվագ 10-րդ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհապույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը Հայկ Ճշմարիտյանին է դարձրել առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 623 միլիոն 340,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով 3.6518 համակերեսով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 328 միլիոն 662,000 ՀՀ դրամով պետությանը իդեմս ՀՀ պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքն օտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերի գույքի ապշտակություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է 1 միլիարդ 231 միլիոն 678,000 ՀՀ դրամի վնաս։ Հաջորդ թիվ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ վաճառական ղազարանի օժանդակությամբ ապօրինի, անհապույց եւ շահադիտական նպատակով իրենն ու վաճառական ղազարանին են դարձրել առանձնապես խոշոր չափերով 72 միլիոն 300,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը այն վաճառելով ընդամենը 43 միլիոն 270,000 ՀՀ դրամով պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում նշված գույքն օտարելու հնարավորությունից յուրացման եղանակով կատարելու առանձնապես խոշոր չափերով գույքի ապշտակություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է 29 միլիոն 30,000 ՀՀ դրամի վնաս, ինչպես նաև պաշտոնական դիրքի օգտագործմամբ վաճառական ղազարանի հետ համակատարմամբ օրինականացրել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով նշված գույքը։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհապույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը AC Bridge ընկերությանն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 94 միլիոն 160,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը այն վաճառելով ընդամենը 15 միլիոն 300,000 ՀՀ դրամով պետությանը իդեմս պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններով գույքն օտարելու հնարավորությունից վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի ապշտակություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է 78 միլիոն 860,000 ՀՀ դրամի վնաս։ Պայմանական 13-րդ դրվագ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով պաշտոնական դիրքի օգտագործմամբ ապօրինի, անհապույց եւ շահադիտական նպատակով այլ անձինը Արմեն Սարգսյանին է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով 217 միլիոն 160,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով հողատարածքը այն վաճառելով ընդամենը 51 միլիոն 176,000 ՀՀ դրամով, ինչի արդյունքում Պաշտպանության նախարարությունը զրկվել է այդ հողամասը առավել շահավետ պայմաններում օգտագործելու հնարավորությունից եւ վատման եղանակով հափշտակվել է նշված հողամասը գումարը, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով
217 միլիոն 160 հազար ՀՀ դրամի վնաս, պայմանական դրվագ 14, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, ապուրինի, անհատույց և շահադիտական նպատակով այլ անձինը Արմեն Սարգսյանինն է դարձրել Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի 304 միլիոն 260 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով վերոգրել հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 79 միլիոն 800 հազար ՀՀ դրամով, պետությանը, իդեմես պաշտպանության նախարարության, զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույքի հափշտակություն, Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 224 միլիոն 460 հազար ՀՀ դրամի վնաս, ինչպես նաև խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Արմեն Սարգսյանի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 304 միլիոն 260 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը պաշտոնական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով օրինականացնելու։ Հաջորդիվ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, ապուրինի, անհատույց և շահադիտական նպատակով այլ անձինը Գևորգ Խաչատրյանինն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 88 միլիոն 100 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակա Լիսակովի պողոտային հարող տարածքում գտնվող 0.265 համակերեսով հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամով պետությանը իդեմես պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 61 միլիոն 600 հազար դրամի վնաս, դրվագ 16-րդ։ Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, ապուրինի, անհատույց և շահադիտական նպատակով այլ անձինը իրավաբանական անձ հանդիսացող ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկ փակ բաժնետիրական ընկերությանն է դարձրել առանձնապես խոշոր չափերի 1 միլիարդ 211 միլիոն 350 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակա Լիսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 2.163 համակերեսով հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 540 միլիոն 750 հազար դրամով, պետությանը իդեմես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 670 միլիոն 600 հազար ՀՀ դրամի վնաս։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով այլ անձինը իրավաբանական անձ հանդիսացող Toyota Երևան սահմանափակ պատասխանատվության ընկերությանն է դարձրել 645 միլիոն 920 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքով Երևան քաղաքի Մալացիա Սեբաստիա համայնքի Ծովակա Լիսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1.194 համակերեսով հողատարածքը, այն վաճառելով ընդամենը 119 միլիոն 400 հազար ՀՀ դրամով, պետությանը իդեմես պաշտպանության նախարարության զրկելով առավել շահավետ պայմաններում գույքն օտարելու հնարավորությունից, վատման եղանակով կատարելով առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույքի հափշտակություն, Հայաստանի Հանրապետությանը պատճառելով 526 միլիոն 520 հազար ՀՀ դրամի վնաս, ինչպես նաև խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Toyota Երևան ՍՊ ընկերության մասնակիցների կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 645 միլիոն 920 հազար ՀՀ դրամը դրամի շուկայական արժեքով գույքի օրինականացմանը։ Եվ այսպես
Սերժ Սարգսյանին մերձագրվում եմ 17 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քերական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, 2 դրվագ նույն քերական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և 3-րդ կետերով, 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քերական օրենսգրքի 38 գծիկ 190-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին և 3-րդ կետերով, 1 դրվագ նույն քերական օրենսգրքի 38 գծիկ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։ Պատվարժան դատարան եզրափակիչ ելույթս ավարտեցի։ Պարոն Ղազարյան, մասը կգետ ներկայացնի։ Այո, պատվարժան դատարան ձեր ընդունությամբ հանդիպման ելույթ։ Սույն քրեական գործով պարզված են հետևյալ հանգամանքները։ Սերժ Սարգսյանը 2007 թվականի հունիսի 7-ից մինչև 2008 թվականի ապրիլի 8-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի թիվ ՆՀ գիծ 174 ՆՀ հրամանագրի ուժով ղեկավարելով կառավարության գործունեությունը, համակարգելով նախարարների ու նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը և կրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հետևելով կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև ոչտված լինելով մշտապես իշխանության ներկայացուցիչի գործառույթներ իրականացնող պաշտոնական անձի լիազորություններով, իր պաշտոնական դիրքն օգտագործելով այլ անձանց հետ հանցակցությամբ TSSC ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է, այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100% բաժնեմասը Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին և ապրիլին Սամվել Մայրապետյանի ու իր դստեր Անուշ Սարգսյան Մինասյանի ամուսնու, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցնող Միքայել Մինասյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 924.950.000 Հայաստանի Հանրապետության դրամի համարժեք 2.985.000 ամերիկյան դոլար կաշառք։ Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը։ Վարչապետն ընդունում է որոշումներ կառավարության գործունեության կազմակերպման առնչվող հարցերով։ 2008 թվականի փետրվարին և ապրիլին գործող Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 19-ի 18-ի թիվ ՆՀ 174 գիծ Ն հրամանագրի, այսուհետ հրամանագիր 5-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում Հայաստանի Հանրապետության նախարարների ու նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների աշխատանքը։ Հրամանագրի 121-րդ և 130-րդ կետերի համաձայն վարչապետը վերահսկում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, տալիս է հանձնարարականներ, օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գերատեսչական նորմատիվ ակտերը, սահմանում է կառավարության և վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության կարգը։ Պարբերաբար լսում է Հայաստանի Հանրապետության նախարարների, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հաշվետվությունները, կառավարության և վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին։ Սիլվա Համբարձումյանը, հանդիսանալով TSSC Armenia ՍՊ ընկերության միակ մասնակիցն ու տնօրենը, 2007 թվականին այդ ընկերության միջոցով սահմանված կարգով ձեռք է բերել ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից 2007 թվականի հոկտեմբերի 18-ին տրված ոսկի բազմամետաղի ուսումնասիրության թիվ 54
կապարի, ցինկի, պղնձի ուսումնասիրության թիվ 56 և պղինձ մոլիբդենիումի ուսումնասիրության թիվ 55 հատուկ լիցենզիաները։ Լիցենզիաների ձեռքբերման աճուրդներին առանց խոչընդոտների մասնակցելու և հաղթելու Սիլվա Համբարձումյանն իր մտերին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի միջոցով դիմել է Արմեն Գևորգյանին, իսկ վերջինս հանձնարարել է բնապահպանության նախարարին աջակցել նրան։ TSS-ի Armenia ՍՊ ընկերության կողմից նշված լիցենզիաները ձեռք բերելուց հետո 2008 թվականի փետրվարի 3-ին կնքված նախնական, իսկ 2008 թվականի մարտի 25-ին կնքված հիմնական արկուվաճառքի պայմանագրերով Սիլվա Համբարձումյանը իրեն պատկանող այդ ընկերության 100% բաժնեմասերը 12 միլիարդ 360 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի համարժեք 40 միլիոն ամերիկյան դոլարով վաճառել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված RAK Minerals and Metals FZ ընկերությանը։ Իշալ գործարքը կնքելու համաձայնություն ստանալու համար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի հունվարի վերջին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի միջոցով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին։ Նրանց համաձայնությունը ստանալուց հետո նույն ժամանակ Սիլվա Համբարձումյանը որոշել է հովանավորչության համար Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին կաշառք տալ, որպեսզի նրանք իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով չխոչընդոտեն իր բաժնեմասերի օտարման գործարքի կնքմանը և լիազոր մարմնի միջոցով ընկերությանը չզրկեն հատուկ լիցենզիաներից։ Այդ առաջարկը Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանի միջոցով փոխանցել է հիշյալ պաշտոնատար անձանց։ Մի քանի օր անց Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանից տեղեկացել է, որ ընկերության բաժնետոմսերի արկուվաճառքի գործարքը կնքելու համար Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արմեն Գևորգյանն ընդունել են նրա կաշառք տալու մասին առաջարկը։ Վարդան Օսկանյանը Սիլվա Համբարձումյանին հայտնել է, որ հիշյալ պաշտոնատար անձանց կաշառքի գումարը ստանալու համար նրանց անունից ներկայանալու է Արմեն Գևորգյանի մտերիմ, գործարար, Local Developers ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Սամվել Մայրապետյանը։ Կաշառքը ստանալու առաջարկն ընդունած Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձին 2008 թվականի փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանից մաս-մաս ստացել են կաշառքի իրենց մասնաբաժինները։ Մասնավորապես Սերժ Սարգսյանը կաշառքի իր մասնաբաժինը առանձնապես խոշոր չափերի 924 միլիոն 950 հազար Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք 2 միլիոն 985 հազար ամերիկյան դոլարը մաս-մաս ստացել է 2008 թվականի փետրվարին Սամվել Մայրապետյանի, իսկ ապրիլին Միքայել Մինասյանի օժանդակությամբ։ Այսպես, Սիլվա Համբարձումյանը 2008 թվականի փետրվարի 14-ին իրեն պատկանող Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող բնակարանում Ռոբերտ Քոչարյանի կաշառքի մասնաբաժինը կազմող 3 միլիոն ամերիկյան դոլար կաշառքից 310 հազար Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք 1 միլիոն ամերիկյան դոլարը Սամվել Մայրապետյանին կանխիկ տալու ժամանակ հետաքրքրվել է Սերժ Սարգսյանի համար նախատեսված կաշառքի մասնաբաժինը տալու տեղի, ժամանակի և եղանակի մասին։ Սամվել Մայրապետյանը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի կաշառքի մասնաբաժնի փոխանցման վերաբերյալ կխոսի Արմեն Գևորգյանի հետ և այդ մասին կհայտնի լրացուցիչ։ Հաջորդ օրը փետրվարի 15-ին Սիլվա Համբարձումյանը Ռոբերտ Քոչարյանի կաշառքի մասնաբաժնից հաջորդ 1 միլիոն ամերիկյան դոլարը Սամվել Մայրապետյանին տալու համար ՎՏԲ Հայաստան բանկ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող TSS-ի Armenia ընկերության հաշվից կանխիկացրել է 1 միլիոն դոլարից 800 հազար դոլար ավելի գումար, նախապատրաստվելով Սերժ Սարգսյանի կաշառքի մասնաբաժինը տալու համար։ Նույն օրը Սամվել Մայրապետյանին Բայրոնի 3 հաստոյում տեղակայված գրասենյակում Ռոբերտ Քոչարյանի հերթական մասնաբաժինը կազմող 1 միլիոն ամերիկյան դոլարը տալու ժամանակ վերջինս հանդես գալով Սերժ Սարգսյանի անունից և խորհուրդներ ցուցումներ տալու միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելով վերջինիս կաշառք ստանալուն Սիլվա Համբարձումյանին տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի կաշառքի մասնաբաժինը պետք է տրամադրել կանխիկ։ Միաժամանակ Սամվել Մայրապետյանը հանձնարարել է Սերժ Սարգսյանի կաշառքի մասնաբաժնից 300 հազարից 400 հազար ամերիկյան դոլար պակաս տալ, որպեսզի փոխանցման վերաբերյալ հետագայում լրացուցիչ կտեղեկացնի։ Սիլվա Համբարձումյանը համաձայնել է և այդ նպատակով ՎՏԲ Հայաստան բանկ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող TSS-ի Armenia ընկերության հաշվից փետրվարի 18-ին կանխիկացրել է 1 միլիոն ամերիկյան դոլար և պահել իր տանը չհրկիզվող պահարանում։
Փետրվարի 20-ին Սիլվա Համբարձումյանը տարից վերցրել է նախապես կանխիկացված գումարներից 1.660.000 ամերիկյան դոլարը, դրել պայուսակի մեջ և ուղևորվել ՎՏՊ Հայաստան բանկ ԲԲ ընկերության Նալբանդյան փողոցում գտնվող գլխավոր մասնաշենք, որտեղ նույն ընկերության հաշվից կանխիկացրել է ևս 1 միլիոն ամերիկյան դոլար։ Գումարը կանխիկացնելու ժամանակ զանգանել է Սամվել Մայրապետյանին, ասել իր գտնվելու վայրը և հայտնել, որ գումարը պատրաստ է։ Րոպեներ անց Սիլվա Համբարձումյանին է զանգարել Սամվել Մայրապետյանը և հայտնել, որ բանկի դիմաց ոստիկանության համազգեստով մարդ է սպասում և կարող է գումարը հանձնել նրան։ Դրանից հետո Սիլվա Համբարձումյանը բանկի դիմաց հանդիպել է Սամվել Մայրապետյանի կողմից մատնանշված ոստիկանության համազգեստով գնդապետի ուսանիվներով քննությամբ չպարզված անձին և տվել 824.600.000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք 2.660.000 ամերիկյան դոլարի կաշառքը։ Հետագայում Սամվել Մայրապետյանից տեղեկացել է, որ կաշառքի գումարը Սերժ Սարգսյանը ստացել է հակառակ դեպքում ընկերության բաժնետոմսերի վարկովաճառքի գործարքի կնքման համար խոչընդոտներ կառաջանային։ Դրանից հետո Սիլվա Համբարձումյանը Սերժ Սարգսյանի կաշառքի մասնաբաժին մնացած գումարը տալու ժամկետների մասին հետաքրքրվել է Սամվել Մայրապետյանից, ով հանձնարարել է սպասել հետագա ցուցումներին։ Հետագայում Սերժ Սարգսյանը կաշառքի մնացած մասին ստացել է իր անունից հանդես եկած Միքայել Մինասյանի օժանդակությամբ, ինչը դրսևորվել է միջոցներ տրամադրելով և ցուցումներ տալով։ Մասնավորապես Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Միքայել Մինասյանը Սամվել Մայրապետյանի միջոցով Սիլվա Համբարձումյանին տրամադրել է Վարդգես Վարդանյանի Կոնվերս Փակ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող բանկային հաշվի համարը և ցուցում տվել Սիլվա Համբարձումյանին կաշառքի մաս կազմող գումարը փոխանցել Վարդգես Վարդանյանի հիշյալ բանկային հաշվին։ Սիլվա Համբարձումյանը ՎՏԲ Հայաստան բանկ Փակ բաժնետիրական ընկերությունում սպասարկվող իր անձնական հաշվից 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին Վարդգես Վարդանյանի նշված բանկային հաշվի համարին է փոխանցել համապատասխանաբար 61.600.000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք 200.000 ամերիկյան դոլար և 38.750.000 դրամին համարժեք 125.000 ամերիկյան դոլար։ Նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես բարեգործություն։ Միքայել Մինասյանի օժանդակությամբ կաշառքի մասնաբաժնից ընդհանուր 924.950.000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք 2.985.000 ամերիկյան դոլար կաշառքից 100.350.000 Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք 325.000 դոլար գումարով Սերժ Սարգսյանը մարել է Հայաստանի Հանրապետության նախագահի երդման արարողության կապակցությամբ երդմնակալության օրը և դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված Երևան գունազարդ երկինք միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում Վարդգես Վարդանյանի կողմից ծախսված այդ գումարների պարտքը։ Այսպիսով Սույն քրեական գործով Սերժ Ազատի Սարգսյանը մեղադրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին։ Այսքանը պատվիրակություն։ Ավարտեցիք։ Պաշտոնական ցանկանում եք ռազմախոսքով։ Այո, պատվիրակության առաջինը Արգելի դատարան այն ինչ կոնկրետից առաջին դատախազը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն։ Ես որևէ հանցավոր միտում չեմ ունեցել այդ կողմասերը վաճառվել են միայն մի նպատակով ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համալիրը։ Ես կարծում եմ, ոչ գնիչներին, ոչ դատախազներին չի հետաքրքրել, թե պաշտպանության նախարարությունը որտեղ է տեղակայված, արդյոք այդ պայմանները հարմարավետ են, անվտանգ են, եթե իրենց նեղություն տային
այդ ուղղությամբ մի քիչ գնային ու հասկանային իմ դատապարտումները։ Ես որտեղ եղել, որտեղ ծավալել եմ ես երկրում, մշտապես աշխատել եմ առավելագույն առներ, աշխատակիցների, աշխատանքային պայմանների բարելավման և այդպես է վարվել եմ պաշտպանության նախարարությունը։ Եթե ես ունենայի հանցավոր մտում կամ ինչպես խոսում եմ խմբակային անձնական այդպիսի շահեր, ամբողջը կվաճառեի, բայց ինչու չենք վաճառել, մեկը իր հաստ մեզ հաստատված օղամասից, եթե չեմ սխալվում, այսօր է, մինչև այսօր կամ եթե տենց է, ինչու չենք ամբողջը վաճառում, եթե շուկայական արժեքները այդպիսին էին, որպես դատախազություն հազարավոր գործեր պետք է հարուցեիք այդ ժամանակահատվածում այդ գնով վաճառված պետական օղամասերի մասով, որտեղ մենք վարվել ենք շատ պարզ, ով ցանկացել է, փորձարկել ենք մոտարկել շուկայական արժեքի, այդ տվյալների արժեքները, այդպես էլ վարվել ենք, իսկ ես մեկին նա դարձրել է, մեկին նա դարձրել, դրանք ինչ ասեմ, լավ մոտեցում չի և վերջին, այսպես ասեմ արգումենտը, հարգելի դատարան, եթե դուք ուշադրություն դարձնեիք սկզբնական փուլից սկսած, այդ ամբողջը դատախազությունը փորձում էր վերագրել Եվրաբլուրին և դատախազի ելույթ ունել, պատահական չէ, որ ընկերից սկսը Եվրաբլուրի հարակից տարած, Եվրաբլուրի հարակից տարած։ Այդ տարածքները ունեն կոնկրետ հասցեր, Իսակով Պողոտակ։ Ես շատ լավ գիտեմ ու դատախազումը թող իմանա, կարծում եմ ինքնադարի իմանա, որ կառավարության երկրորդ որոշման մասում այդպես էլ թեված ա եղել քաղաքապետարանի նաև Եվրաբլուր կոչվող տարածքից։ Այդ հատվածից ինչ-որ նեղ, բայց մեզ հատկացվել է Իսակով Պողոտայի հարակից տարածքները, այդպես էլ ինչ վերաբերում է երկրորդ դատախազը ասացին, ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես երբեք ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ հետը զրուցել եմ, ոչ որևէ միջնորդի միջոցով կապել հաստատել։ Եթե չեմ սխալվում, երբ որ ներքին գործերի նախարար էի, այն ժամանակ քննչական վարչությունը ևս գտնում էր ներքին գործերի նախարարության կազմում, այդ ժամանակ այդ Սիլվա Համբարձումյան կոչվածի հանդեպ կարծեմ քրեական գործ է եղել։ Ուրիշ որևէ առնչություն իր հետ չեմ ունեցել։ Եվ կարծում եմ, որ 2007-8 թվականի Հայաստանի քաղաքական իրականությանը շատ է քիչ ծանոթ մեկը, որ լսեր դատախազի ասածը, իբր Վարդան Օսկանյանից է պայմանավորվել է, երևի ծիծաղից կարող է ուշաթափվի։ Չէր կարող այդ ժամանակ այդպիսի հարաբերություններ ունենալ։ Եվ ոնց եք պատկերացնում, մեկը գալիս է, Սիլվային ասում, ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի է մտածել։ Այսքան շնորհակալ եմ։ Որոշման դատարան հայտեր չեմ դնելու, հայտեր չեմ դնելու ինչու, որտեղ նախորենքը մեզ հնարավորություն է տալիս վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, ինչպես դրանց վերաբերյալ թույլատվության ամենահացերին անդրադառնալու, ուստի հնարավոր է հակեր խոսամ ի սկզբանե Արգել պարոն Հովակիմյանի կողմից ներկայացված բացման խոսքի հետ կապված, այսինքն պայմանական ասած Իսակովի դրվագ։ Պատվարժան դատարան, քրեական դատավարության օրենսգիրքը
կոնկրետ հարգելի հանրային մեղադրողի վրա պարտականություններ են դնում։ Պարտականություններ է դնում եւ պատասխանատվությունը նաեւ սահմանում այն որոշումների համար, որոնք ընդունվել են միջդատական վարույթում եւ այն գործողությունների համար, որոնք դատարանում կատարվել եւ կատարվում։ Ես ողջունում եմ Հովակիմյանի այն դիրքորոշումը, որ նույն առողջությամբ ինչ-որ ընթերցվել է գույքային հայցը եւ որտեղ որ 54 անգամ հանցավոր բառը տարբեր օրոումներով վերվել էր եւ վերագրվել էր պարոն նախագահին, երբ որ նայում ենք քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, տեսնում ենք, որ վարույթի հանրային մասնակիցը այդպիսի դիմում ստանալու դեպքում պարտավոր է ներողություն խնդրել ավտոնացված, ռեաբիլիտացված մեղադրյալից։ 54 անգամ պարոն նախագահին գրավոր, այսպես ասած, փորձել են կպցնել հանցավոր, հանցագործություն, հանցավոր սխեմա, հանցակիցներ։ Ես հիշելու եմ, երբ որ ես քրեական գործը հասնեի տրամաբանական վարչանին, վարույթ իրականացնող ներողություն, ճիշտ ոչ թե վարույթ իրականացնող, այլ հանրային մասնակցին դիմելուց առնվազն 54 անգամ ներողություն հայցելու հրապարակային պահանջ ներկայացնելու, հաշվի առնելով այն տվյալները, ինչ որ վերբով կան։ Մեղադրանքի հետ կապված հարգելի դատարան ոչ մեկին հետ չի, որ այս գործը կառուցված է մի հիմնական ապացույցի վրա։ Ինչի վրա հարգելի պարոն Հովակիմյանը, որ շեշտադրում է կատարում, դրաների մասին խոսելուց դրանք փորձագետի եզրակացություններ։ Եվ ամեն անգամ նշում, ես մի ուրինակ իմ մոտ ուղղակի նշեցի, ընդամենը ես ուզում թիվը հնչեցնեմ 540 միլիոն դրամով է վաճառվել 2006 թվականին 2 հեկտար հող։ Դա 20 տարի առաջ է եղել, մենք բոլորս եղել ենք այդ ժամանակ չափած, այլ որոշակի քաղաքացի իրավական գործարքներ ենք քնքել, աշխատավարձեր ենք ստացել։ Ես հիշում եմ շատ հստակ, որ այդ ժամանակ իմ աշխատավարձը ընդամենը 60,000 դրամ էր։ Երբ որ ես անցանում էի, եթե չեմ սխալվում, քնիչ էր այդ ժամանակ, երևի պարոն Հովակիմյանն էր այդ ժամանակ քնիչ աշխատած կլինի 60,000 դրամ։ Իսկ պարոն նախագահը ընդամենը 2 հեկտար հողը վաճառել է 540 միլիոն դրամով։ Որ այս իրավական վեճը չառաջանար հասնել դատարանին, ես նախաքննության փուլում ողջամիտ առաջարկներ ունեցի արգելի քննիչի եւ դիմեցի արգելի պարոն Հովակիմյանին։ Խնդրանքս հետեւյալն էր. ստանալ այն փաստական տվյալները, որի հիման վրա փորձագետը որոշել էր, որ ընդամենը 540 միլիոն դրամը 20 տարի առաջ վաճառված փողամասի համար էժան է։ Տվյալները չտրամադրեցին։ Ինչ ասաց փորձագետը, ասաց առաջնորդվել են գինդով, ասացի տվեք մենք էլ կարդանք այդ գինդը եւ բացեցինք, որ այդ նույն ժամանակահատվածում նույն տարածքներում մոտավորապես Մալացիա Սեբաստիան համայնքում 661 գույք կան տարվել։ Դիմեցի վարույթ իրականացնող մարմին, օրինականության նկատող հասկողություն իրականացնող հարգելի դատախազին, ասաց ես տվյալները ստացեք։ Տվյալների ամրություն չկա, քանի որ ընդհանրապես այս թվական տվյալները շատ բավարար են, որ այս գործը գա դատարան։ Ինչի այս մասին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց նշեցի ու կարևորեցի, քանի որ սա վերադրանքի առանցքն է, փորձագետի եզրակացությունները։ Ես այլ վերաբերելի հարցերում հիշեցնեմ պատմության դատարանի, բարձրացրել հանրապետական փուլում այդ միջնորդությամբ մենք հանդես ենք գալու։ Իսկ թե ինչի է պարոն Հովակիմյանը այդպիսի սեր բնութագրիչներով գնահատում ընդամենը 540 միլիոն դրամը, երբ որ մենք այդ ժամանակ 60,000 դրամ աշխատավարձ ենք ստացել, անկեղծ ասած չգիտեմ։ Բայց ես փորձել եմ նաև հետաքրքրվելու նախաձեռնով, որտեղ մենք կաշկանդված ենք, չունենք գործիքակազմերը, պաշտպաններս, մերժվում ենք անձնական տվյալների պատճառաբանությամբ, մերժվում ենք արխիվացված լինելու պատճառաբանությամբ եւ այլ տարբեր պատճառաբանություններով ստանալ այդ հարակից տարածքների հողամասերի պատճառների վերաբերյալ տվյալները, որը ստանալու դեպքում պատվարժան դատարան դուք չէիք ծառայებული, մենք չէինք դա դատարանում։ 54 անգամ ներողություն այցելու պարտավորություն վաղը դատախազությունը չէր ունենա։ Բայց հիմա ունենք ինչ ունենք։
Անցնեմ հաջորդ դրվագին, որը պայմանական, այսպես կոչենք, Սիլվայի դրվագ։ Ճիշտ ասած, մենք միշտ այս մեղադրանքին վերաբերվում ենք հումորով ու չենք մտածել, անկեղծ ասած, որ այս գործը կարող է մեր գա հասնի դատարան։ Ես ինքան պատվարժան դատարան փորձեցի դետալային հասկանալ, թե ինչպես է եղել, որ այս մեղադրանքը կարողացել է հասնել դատարան ու փորձանել ապրել, ստիպած մի միտք առաջացավ, որտեղ այդ տվյալները գործում ուղին են, մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումներ, թե Սիլվան այդ գործով չպարզված ոստիկանի համբարձում է, ոնց է 20 միլիոն դոլարի ծնվել, կանխիկ գումարը փոխանցել, հարց առաջացավ մի հատ նայել ինչքան անա, քաշը։ Լավագույն դեպքում հաշվենք ի օգուտ մեղադրանքի կողմից մեզ կալկուլյացիան այսպես արել, $100 ասես որ դու գրամ, 27 կիլո պետք է գումար լիներ տեղ, մի 2 կիլո պայուսակ, Ակե Սիլվա համբարձում եմ, ես պատկերացրեցի այդ VTB բանկի մոտից այդ 27 կիլոն այդ խիճկինը սենց քաշտալով տանում է ոստիկան է մանալի։ Ես մեղադրում եմ լուրջ ջան, իրականում $100 թղթադրամը 1 գրամ։ 27 կիլո մեկին, հիմա չգիտեմ դալիճում հստած աղջիկները այդ փորձառությանը մեր իմ խնդրանքով կմասնակցեն, թե չէ 27 կիլո, ասենք հանեն սեյակից տանեն դուրս, մենք կշռակար կբերենք։ Էսա, մեկ է տարինակությունները պատվարժան դատարան, մի ոստիկանը ասենք, ապա ուրիշ ոստիկան ուներ, գնդապետի սավոճ, բարեք է թանին ասկողացին, իմ կարծիքով էլ ես, 27 միլիոն քաշտան տալ մեկի, ու դառնա դա մեղադրանք, ճիշտ ասած այս մասին շատ բան կա խոսելու, բայց կաշկապված եմ, օրենքով մեղադրանքի վերաբերյալ մեկը անկեղծ բացարձակ հիմնավորված չի, ցանկությունների փուլումը, մեկը մեր տրամադրությունը լավ կպահի, Սիլվիա համբարձումների դրվագի 27 կիլոյի փորձառությունը երևի կխնդրենք անենք, որովհետև փաստական տվյալները այդպիսին են։ Հա 10 կիլոյի տնից տարայով բանան, հետո 17 կիլո ավելացրել էր տարի, չգիտեմ, ես չգիտեմ ագիր դատար, խոսքեր չկան, մեղադրանքները ապրելու հնարավորություն չունեն։ 54 գումարած 1 Սիլվայի մեղադրանքի լավ տրամադրությունը հաշվի առնելով խնդրում դատախազությանը ռեաբիլիտացման ժամանակ 54 ներողություն Սիլվայի դրվագով 1 լավ տրամադրության համար։ Շնորհակալություն։ Պարոն Հակոբյան, ցանկանում եք։ 54 գումարած ներկայացնել դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ Սերժ Սարգսյանը մեղադրանքը ներկայացված չի ընդունել եւ չի ընդունել։ Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի գնահատական չափավոր զուսպ արձագանքը ներկայացված մեղադրանքին ես էլ զսպվածություն կդրսեի երևից։ Իմ կարծիքով, ոչ թե կարծիքով, այլ համոզման ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներով թելադրված իրավական տերմինների օգտագործման գեղարվեստական տեքստերին, բայց շատ անհետաքրքիր։ Խմբային շահերից ելնելով դեմոկրատիայի պայմաններում փորձում են ազդել հասարակության հույզերի վրա։ Հափշտակության եւ առհասարակ վատման, առհասարակ հափշտակության եւ մասնավորապես վատման հանցակազմի, փողերի լվացման հանցակազմի եւ աշխարհ ստանալու հանցակազմի բոլոր պարտադիր տարերը սպառնացան եւ փորձառու իրավաբանները չէին կարող դա չիմանալ։ Եթե ուսանող տարիներին ինձ պատմեին, որ հնարավոր է այսպիսի հաստական հանգամանքների պայմաններին, այսպիսի խրող եւ մի քիչ ոչ շատ խրող կեցվածքով մեղադրանքներ ներկայացնել, ես չէի հավատալ։ Իմ գնահատմամբ նաև մեղադրանքի կողմը առհասարակ ոչ միայն մեղադրումները, այլ մեղադրանքի կողմը վատնել է պետական միջոցները, պետական ռեսուրսներն ու ժամանակը այս մեղադրանքը կարելու համար։ Փոխարելը
բաց են թողել իրական հանցագործների դեմ պայքարը։ Հաջորդ մեղադրանքը օդապարիկների մեղադրանքն էր։ Օդապարիկը ինչքան ուժեղ փչում ես, ավելի ուժգին տրաքում է։ Եվ ձեր մեղադրանքը այդպես մեծ շուկով տրաքելի է։ Այսքան։ Լավ, պարոն Գերոյյան, ցանկանում եք։ Լավ, շնորհակալություն դատարան։ Քանի որ պաշտպանելս ևս չի ընդունել իրեն ներկայացած մեղադրանքը, բնականաբար եւ այդ ինքով եւ նաեւ ներկայացած փաստական դրամատիկով դիտում որ մեղադրանքը անիմն է եւ կյանք չի ունենում դատականության ընթացքում շատ չեմ խոսի որ նաեւ մարտավարությունը չբացահայտեն թե ինչ են կարելի, բայց որպես մարտավարության առանձին դրվագ դատավարական անակնկալներ են սպասելու պաշտպանյալից ներկայացած մեղադրանքի մասով, ինչը այդ առումով խոստանում ես։ Պարոն Ալեքսանյան, ցանկանում եք։ Հաջորդան հասնում չեմ ցանկանում։ Դուք բավարար։ Գիտեք ինչ, ես հոգցել եմ ամբողջ պատերազմին գիտեք, հրամանատար է եղել եւ Ադրբեջանը իմ հանդեպ քրեական գործ հարուցված։ Եթե ինտեսում դատել Ադրբեջան էլի հա հող են գրանել, Գորիսից մինչև Ֆորադիզ եմ ասել իմ բրիգադով։ Բայց ինձ որ ինձ դատում ինձ չգիտեմ ինչի համար։ Օրենքի համաձայն ինձ կատարել եմ ինչ ունի պարտադիր։ Եվ ծառայել եմ Աֆղանստան կարմիրացել Ռուսական բանակը 24 տարի խոփանի գնալու համար ստացել եմ օրդեն զնաչ պաչոր։ Ներհայրական բանակում ծառայելով լինելով բրիգադի հրամանատար խաչ մարտական եւ շատ մեդալներ։ Ես անդակ չգիտեմ ինչի համար։ Եթե թափցը մի քանի օր առաջ դողել եմ դատախազում։ Ասում եմ նյութերն գրած է, բայց ինչ է գրած այդ նյութերը։ Լինելով եւ բրիգադի հրամանատար, հետագայում կորպուսի հրամանատար չեմ տեսել ինչ-որ մի անգամ ես վգվր չեմ ստացել, ես որ դատում եք։ Ուզում եմ մանան ինչի համար։ Այդքան։ Շնորհակալություն, Պողոս դատարան, շարժայելով ձեզ նամակությունը ես առաջերտին պատասխանում եմ պաշտպանյալի հարցին։ Պարագելի պարոն Գրիգորյան, հավատացեք, մեղադրանքը այնքան անիմն է, որ մեղադրանքը ներկայացնում է եւ իրանքի չգիտեմ ինչ։ Ես ընդհանուր կասեմ, որ իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, հետևաբար պատվարժան դատարան ես խոսքս կարճ եմ կապում եւ ընդամենը ասում եմ մեղադրանքը զավեշտի ժամից է չափազանց զավեշտական է ես ունենալով պրակտիկ աշխատանք 30 տարի համայնքում քննչական մարմնում լինելով նաեւ ղեկավար այն թվերի եթե նման բան ինձ ասեին ես ինքս որ կարելի է նորմալանում պատվարժան դատարան մեղադրանքը անիմն է եւ կրկնում եմ որ դատական քննության ընթացքում մենք փաստական հանգամանքներ ներկայացնենք ենթադրությունների հիման վրա մարտական գեներալին այսօր դատարան բերելու համար եւ որոշակի հետաքրքիր համակարգ Պարոն Դերջանյան, Պատվարժան դատարան։ ես մի հատ ծանոթ եք գործի, ես չհարցրեցի, ես ծանոթ։ Այո, քանի որ մեր դերասենյակից այդ փաստաբաններ իրականացվել են պաշտպանություն, հետևաբար ես արդեն դատականից հարցրել եմ պատրաստել։ Սակայն ինչ վերաբերում բազմախոսին պարզապես սովորաբար այսպես դերում պաշտպանության կողմը երբ հանդես է գալիս բազմախոսքով, բացի այն, որ ներկայացնում է որոշակի դիրքորոշում, նաև ձևաչափը ընդունենք որպես ելույթ, որոշ հանգամանքներ վերաբերյալ կառուցում է ելույթը, սակայն սա այն դեպքն է, երբ անգամ որևէ բան ավելացնելու կարիք չկա։ Պաշտպանյալս պարոն Գրիգորյանը ներկայացրեց որոշակի հանգամանք։ Գործընկերս ևս անդրադարձավ մեղադրանքի չհիմնավորված լինելու։ Սակայն եթե ես էլ ավելի շարունակեմ, ներկայացնում թե ինչով է մեղադրանքը զուրկ հիմնավորվածությունից, ապա
Սա բացահայտում է մեր մարտավարությունը։ Ուստի պատվարժան դատարան, սա խնդրում է հայտարարություն բացման ելույթից հրաժարվելու մասին, կոնկրետ չեմ Պատվարժան դատարան կտակ որոշակի հայտարարություններ Եթե հայտարարությունները վերաբերել են մեր խոսքերին, ես ի սկզբանե առարկում, որտեղ իրավունք չունենք կարելի անային մեղադրող, մենք արձագանքեցինք ձեր խոսքին, պաշտպանական մեր օրենքով տրված ուղղությունները հաշվի առանց։ Խնդրում հարգելի դատարան ճշտել, եթե խոսքը վերաբերում է մեր խոսքին արձագանքելու, ապախազը եզրափակիչ ելույթներով դրա հնարավորությունը կունենա։ Համակարծիք ենք, խոսքի ռեպլիկ գոյություն խոսքը մեկը ներկայացնում է կարծիքը, բայց ամեն դեպքում Թույլ կտակ պատվարժան դատարան ինչով է պայմանավորված, որ այս ցանկություն հայտնեցին բարձրաձայնել կամ առաջնություններ, ոչ թե առաջնություն, այլ որոշակի հանգամանքներ պարզաբանելու, որովհետև մեղադրյալների մի մասի կողմից հնչեցին արտահայտություններ, որ մեղադրանքը հասկանալի չի, այնպիսի հանգամանքներ բարձրաձայնվեցին, որ միգուցե նաև եւ պատվարժան դատարան գիտեմ, որ դուք իշխանության մեջ ընկնող չեք եւ նաև հասարակությանը, որ կարող է այլ պատկեր ներկայացնել։ Ես ընդհանրապես ուզում եմ արձագանքեմ գործին վերաբերյալ նշված հանգամանքներով։ Եթե մեկ օրինակ թույլ կտաք, եթե նշեմ, եթե դա ընդունելի է, կշարունակեմ, եթե ոչ կընդհատեմ։ Ինչին է վերաբերում։ Տեսեք, մեղադրյալ Սերժ Սարգսյանը նշեց, որ դիտավորյալ մտածված կերպով հողերին անուն ենք դրել որպես եռաբլուրին հարակից հալով հատվածում գտնվող տարածքներ։ Առաջինը սրա կապակցությամբ եմ, եթե կարելի է դա եկեք հասկանանք բացատրություններ են տալիս, եկեք սենց անենք, բացատրություններ են տալիս հասկանանք։ իրոքներ եկեք Ես չեմ տեսնում ինչքան Ես հասկանում եմ, որ ինչ որտեղ բոլորները ցանկանում են ինչ-որ բան ասել ելույթների հետ կապված, բայց եկեք այս ձևաչափը չիրականացնենք, ամեն մեկը իր բացման խոսքով հանդես է եկել, իր ասելիքը ասել է, բնականաբար պաշտպանական կողմը մեղադրող կողմի հետ շատ բաներում համաձայն չի, մեղադրող կողմը պաշտպանական կողմը։ Մեծ հարցը դրանց մասին չի շատ։ Եթե ես իմանայի, որ այդ հարցը բացատրամել, ես իմ բացման խոսքում դրա մասն ներկայացնել։ Հիմա արդյոք պետք չի բարձրաբանել, որ այդ տերմինները մենք չենք ընտրել։ Այդ անվանումը, այդ հասցեն, այդ ձևակերպումները ներառված են առողջարքի պայմանագրերում։ Եվ վերագրել թե հանրային մեղադրողը երբ որ գրավոր ապացույցների հետազոտումը կիրականացնենք, այդ ժամանակ լավ հայտարարության տեսքով շնորհակալություն կլսեմ, միայն մեկ ուզում եմ հանգամանքել անդրադառնամ պատվարժան դատարան 54 գումարած մեկ անգամ ներողություն խնդրելուն եմ ընդհանրապես ուզում արձագանքեմ։ Իհարկե, եթե որևէ հանգամանքում տեղի ունենում բաց թողում, սխալ, երբևիցե ես չեմ ամաչել դրա համար ներողություն խնդրելուց։ Ցանկացած իմ, եթե այդպեսին եղել է, ներողություն խնդրել եմ, բայց մեր հարգարժան պաշտպանին ընկերական, եթե կարելի է խոր կտամ, այդքան երկար այդ հույսին մի սպասեք, որովհետև իմ գնահատմամբ առհասարակ որևէ ներողություն խնդրելու առարկություն չի լինի։ Շնորհակալություն հասկանալու համար։ Հավասարությունը պետք է պահեք, որտեղ կանոնը խախտվում է։ Արդեն դուք ներողություն եմ խնդրում, ես անպայման պետք է արձագանքեմ, որովհետև կա պարտականություն, որը օրենքով դրվել է պարոն Հովակիմյանի ներկայացրած կառույցի վրա ներողություն խնդրելու։ Դա ձեր իրավունքը չի, դա ձեր պարտականությունն է օրենքով։ Երկրորդը, ես եթե խոսքը վերաբերվեց անձնական օրդոներին, խնդրանքներին կամ հույսերին, այդ պարագայում ես հրապարակային ձեզ խնդրում եմ որևէ դեպքում չհրաժարվել, չտեղափոխվել, չանցնել թոշակի եւ մնալ մինչև փորձեմ խոստանում։ Չէ, փորձել չէ, մենք պայմանավորվենք, որ չենք փորձում, մնալ մինչև վերջ եւ պաշտպանել մեր ապրանքը։ Շնորհակալություն։ անցնենք հաջորդ հարցին
Ողմային հայտնեմ, որ հրքերական դատավարության մնացգրքի 324 հոդվածով սահմանված կարգով այժմ անցնում ենք ապացույցների հետազոտմանը ըստ նախապես որոշված հաջորդականության և ծավալի։ Պատրաստի եթե հիշում եք գրավոր ապացույցները պայմանական առաջին կարգով։ Պատվաժան դատարան, կլինեմ անկեղծ, եթե ընդամենը 5 րոպե ինձ տրամադրվի, ես իհարկե կպատրաստեմ եւ կարող եմ ներկայացնել։ Բայց խնդրում եմ քննության առարկայում ուզում դարձնել մեկ հանգամանք։ Աշխատանքային ժամին մնում է ընդամենը 20 րոպե։ Եվ եթե եւս ինձ 5 րոպե տրամադրվի պատրաստելու համար, որը ես կարող եմ անել, ընդամենը աշխատելու ենք 10-15 րոպե։ Խնդրում եմ քննարկենք եւ նաեւ հասկանանք, արդյոք ողջամիտ է ընդամենը 10 րոպե այսօր աշխատենք, թե ապացույցների հետազոտումը սկսենք հաջորդ դատական նիստին։ Հավանաբար նաև որպես առաջարկ դիտվեց, որ հաջորդ դատական նիստին դիտում են, որ 10-15 րոպե որևէ Շուրան դիրքորոշում, հակառակ դիրքորոշում, ողջամիտ է։ Դա, մենք արգելի կողմեր։ Ես սահմում եմ դիրքորոշման համար, բայց միան եմ ժամանակ։ Մենք ունենք նախապես որոշված օր, բայց ուզում եմ մի օր էլ ավելացնենք, մենք հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 26-ին ժամը 16-ին։